Այստեղ Արցախը դուք հասնեցիք 70%-ը։ Ստամբուլում Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմի մեջ։ Եվ ինչպես նշեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, բանակցությունները ձգվել է այնքան, մինչև Ադրբեջանը կարողանա ուժեղանա եւ կարողանա, բայց եկեք սենց բաների մասին խոսացեք։ Դες մուսկուլներով խաղալով դենքի նաև հիմնականում մուսկուլներով 1999 նոյեմբերի 19-ին Ստամբուլի գագաթաժողովից Երևան է վերադառնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը գոհ է այցելությունից, սրբագրեցին Լիսաբոնի վատ հետևանքները, որտեղ հիմնական շեշտադրումը Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս համարելն էր։ Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ մենք դրա դեմ ենք։ Մենք էլ տարածք ունենք եւ մենք եւս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար։ Նույն օրը արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ստամբուլի գագաթաժողովի արդյունքների մասին հեռախոսային ասուլիս է տալիս Ամերիկայից։ Ինքը դեռ չի կարող ասել, թե Ստամբուլը հաղթանակ էր Հայաստանի համար, թե ոչ։ Եթե հարցի լուծում կլինի, տարածաշրջանում կլինի խաղաղություն, ես կարծում եմ, որ միայն այն ժամանակ մենք կարող ենք ասել, որ ինչ որ հաղթանակի հասել ենք։ Ինչ ասում եմ